համար, որ վերջի օրերում լինելու։ Ես այն տեսել է այս օրը, որ եկեղեցին կանգնած է հաղթանակի մեջ, եւ ազգերը գալիս են Տիրոջ տուն։ Այն խոսքը, որ տեսավ Ամովսի որդի Եսայի, Հուդայի եւ Երուսաղեմի վրա։ Գիտես, խոսքը չեն տեսնում, բայց Եսային տեսավ այն խոսքը, որ մարդ դառավ, որ մարմնավորվեց եւ մեր մեջ ապրեց։ Այն խոսքը, որ եկավ եւ մարմնի մեջ հիացավ եւ ծնվեց եւ ապրեց երկրի վրա 33 տարի եւ խաչը բարձրացավ, չարչարվեց, տարապեց, թափեց իր արյան վերջի կաթիլը։ Ես այն տեսնում էր այդ խոսքը իրականության մեջ։ Գիտես, հավատքը խոսում է եւ այն որ խոսում է, նա տեսնում է։ Գիտես, դու պետք է տեսնես այն ինչ որ Աստված քեզ հետ խոսում է։ Եթե դու չես տեսնում այն ինչ որ Աստված քեզ հետ խոսում է, դու դրկույր ես, բայց Աստված ուզում է որ քո աչքերդ բացի, որ դու տեսնես այն ինչ որ Աստված խոսում է քեզ հետ, դա քո մեջ հավատք է բերում, որ այդ անտեսանելին տեսանելի դարձնի քո միջոցով, որտեղ հավատքն առանց գործերի մեռած է, բայց հավատքը լսելուց է։ Եվ դու քո ակաշներդ բացում ես եւ ասում ես ամեն տեղ, այն ինչ որ դու այսօր խոսում ես, հնարավոր է իմ ակաշների համար ծանր է, հնարավոր է իմ հասկացողության համար կամ իմ մտավոր հասկացողության համար շատ անընդունելի է։ Ինձ համար սահմանափակ մարդուս համար քո անսահմանափակ եւ մեծ գաղափարները շատ անգամ մի քիչ անիրական են թվում։ Բայց ես տեսնում եմ քեզ, որովհետեւ դու մեծ Աստված ես։ Երկու մեծությունը երևում է այն խոսքի մեջ, որ դու խոսում ես մեր սրտերի հետ եւ կլինի այն խոսքը, որ Եսային տեսավ եւ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը, սարերի գլխին եւ կբարձրանա բլուրներից եւ հորդերով նրա մոտ կգնան բոլոր ազգերը։ Գիտես, Տիրոջ սարը պիտի բարձր լինի բոլոր բլուրիկներից, ովքեր որ իրենց սարի տեղ են դնում։ Ես չգիտեմ ինչ գաղափարներ, ինչ մեծ մարդկային ծրագրեր, բայց դրանք բլուրներ են այն ամենի առաջ, որ Տիրոջ սարը կոչվում։ Եվ գիտես, երբ որ Մովսեսը բարձրացավ Տիրոջ սարը, Աստված ցույց տվեց այն տունը, որ պիտի կառուցի Մովսեսը անապատում։ 430 տարի թալանված մի ժողովրդի միջոցով։ Եվ գիտես, դա շատ անգամ մարդկային մտքի եւ հասկացողության համար անընդունելի էր։ Բայց Մովսեսը հավատաց, որ այդ ըմբոստ, ապստամբ, հակառակ, իր անձի ու եսի մարմնի մասին մտածող ժողովուրդը կհամաձայնվի այդ տունը կառուցելու համար։ Եվ ասում եմ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը։ Տիրոջ տան սարը։ Գիտես, սարը Աստվածաշնչի մեջ դա Աստծո մոտ վեհանալն է, բարձրանալն է, աղոթքն է, որովհետև երբ որ մենք գնում ենք աղոթելու, մենք ուսանում ենք այս աշխարհի ոգսերից, այս աշխարհի խնդիրներից եւ Տիրոջն ենք միանում եւ նրա հետ ենք հաղորդակցվում եւ պիտի Տիրոջ այդ հաղորդակցությունը վեր լինի ամեն ինչից եկեղեցու համար, որպեսզի հասանելի լինի Աստծո կամքը եկեղեցու համար։ Եվ ասում է,
վեր կլինի Տիրոջ տան սարը եւ կբարձրանա բնուրներից եւ հորդելով նրա մոտ կգնան բոլոր ազգերը շատ կան Տիրոջ անունով կանչվածներ Տիրոջ անունը կանչողներ բայց նրանք ովքեր որ Տիրոջ սարը կգնան եւ կբարձրանան նրա հետ հաղորդակցության մեջ Տերը բարձրացնելու է այդ տունը եւ ասում է այնտեղ հորդելով կգան բոլոր ազգերը եւ շատ ժողովուրդներ կգան եւ կասեն եկեք վեր գնանք Տիրոջ սարը Հակոբի Աստծո տունը եւ նա կսովորեցնե մեզ իր ճանապարհներիցը այո այնտեղ որտեղ որ Տերն է չկա ուրիշ ոչ մի բան չկա ուրիշ գաղափար չկա ուրիշ ծրագիր այնտեղ միայն Տերն է որ հայտնում է ինչ է ուզում եւ որ Աստված ասում է մեզ այդ խոսալ թե ինչ է ուզում մենք շատ անգամ կարող է չհասկանանք որ այն ինչ որ մենք ենք ուզում դա չի ուզում նա ինչի համար ես եկել ասում ինչ գաղափարներ ունես քո ծրագրերը բիզնես աշխատանքային եսին Աստված այդ ամենը հոդս է ցնցնում որովհետև Տիրոջ տան մեջ կան քիչ մարդիկ որոնք որ հակված են մտածելու նրա կամքի իրականացմանը եւ շատերը մտածում են իրանց սեփական գաղափարները կարողանան իրականացնել բայց ես քեզ ուզում եմ ասել որ նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները եւ մենք եկել ենք այսօր Տիրոջ սարը դա իրականություն է դարել սա Տիրոջ տունն է Հիսուսն այս տան համար խաչի վրա տվեց իր կյանքը եւ ասեց ես 3 օրում կկառուցեմ մի նոր տաճար որը իմ մարմինը եւ այնտեղ բնակվի հոգին եւ այստեղ է Տիրոջ հոգին որ եկել է մեզ սովորեցնելու համար ես չգիտեմ դու քո սեփական ամբիցիաները քո սեփական չգիտեմ ինչերը մի կոմպիտի դնես քո եսը եւ պետք է մի բան մտածես որ այստեղ նրա փառքի տունն է եւ այստեղ միայն նա պիտի փառավորվի ամեն եւ նա կսովորեցնի մեզ իր ճանապարհներից եւ մենք կգնանք նրա շավիղներում որտեղ Սիոնիցը դուրս է գալու օրենքը եւ Տիրոջ խոսքը Երուսաղեմիցը եւ նա պիտի դատե հեթանոստերի մեջ այո դուրս է գալ Տիրոջ խոսքը Հիսուսը Երուսաղեմից եւ ես ում տեսնում եմ այդ ամենը եւ կխրատե շատ ազգերին եւ նրանք կծուրվեն իրանց սուրերը խոփերը եւ իրանց նիզակները հոտոցներ ազգի վրա սուր չի բարձրացնի եւ այլևս պատերազմ չեն վարժվի որովհետեւ այն պատերազմը որ Հիսուսը հաղթեց այդ հաղթանակով պիտի շարժվեն բոլոր ազգերը եւ ես ուզում եմ որ այսօր այդ հաղթանակի դրոշակը բարձրացնես եւ այսօր հավատաս որ դու եկել ես Տիրոջ սարը նրանից սովորելու եւ նա այսօր քեզ պիտի սովորացնի եւ քո սիրտը պիտի խոնարհեցնես եւ քո ականջները պիտի բացես եւ պիտի ասես այո ամեն տեղ խոսիր ինձ հետ հալելույա փառք Տիրոջը բարձրացնեմ նրա անունը հալելույա